Գիտես, ես խորում էի, մտածում էի, այսօրվա խոսքի համար, դեպ ասեմ, ես ուրիշ բան էի պատրաստել, անկեղծ եմ ասում քեզ։ Մի պրակտիկ հետաքրքիր թեմայի մասին եմ ուզում խոսեի, բայց այնպես ստացվեց, որ երեկոյան լրիվ փոխվեց խոսքը։ Եվ ես խորում էի այսօրվա խոսքի վերաբերյալ եւ մտածում էի, գիտես ինչ էի մտածում, ասում էի, քեզ ուղղակի թանկագին եկեղեցի, հենց քեզ եմ ուզում ասել։ Ամեն մեկիդ, ամեն ջանք արա, որ ճանաչես Աստծուն անձնապես։ Ամեն ջանք արա, ճանաչի նրան, նրա ներկայությունը, ճանաչի նրա էությունը, ճանաչիր Աստծուն։ Գիտես ինչու, որովհետև ամեն մեկս դժվար օրեր ենք ունենում, եւ ունենալու ենք նեղություններ, մեծ նեղություններ։ Եվ եթե դու կպած չլինես արմատին, եթե դու կպած չլինես արմատին, քամին կարա քեզ վերցնի ու տանի, արմատախիլ անի։ Էդի լավ է, որ դու սիրում ես քո հովին, սիրում ես քո ավագին, սիրում ես քո խմբակը, քո ծառայությունը, քո եկեղեցի, շատ լավ է, դա նորմալ է, բայց արի չխախտենք առաջի պատվիրանը, արի չմոռանանք հենց առաջի պատվիրանի մասին։ Առաջի պատվիրանը սիրիր քո Տեր Աստծուն, քո ամբողջ սրտով, հոգով, քո ամբողջ էությամբ սիրիր քո Տեր Աստծուն, եւ երկրորդը սրա նման արդեն, սիրիր քո ընկերոջը, քո կողքինին, սիրիր նրան։ Դրա համար գիտես, ամեն ջանք գործադրիր, ճանաչես Աստծուն, ամեն ջանք գործադրի, որպեսզի հասկանաս քո Տեր Աստծուն։ Որովհետև գիտես, ես քեզ քո արհավիրքի ժամանակ, քո ավագը, քո արհավիրքի ժամանակ, քո անապատի ժամանակ չի կարող օգնի։ Միակ օգնությունը մեր Տիրոջից է։ Այո, մենք որպես մարդ կարանք մոտենանք, ձեռ մեկնենք, խորհուրդ փորձենք քեզ տալ, փորձենք քեզ ինչ-որ մի բանով այսպես քո կողքը լինենք եւ դու քեզ ուժեղ կզգաս այդ պահին, բայց այն օգնությունը, որը իրական Տիրոջից պիտի գա, դա Տիրոջից են ստանում։ Որովհետեւ ամեն մարդ, ինչպես որ խոսքն ասում, խոտի պես է։ Եվ նրա փառքը, նրա անունը, նրա գեղեցկությունը այդ ծաղկի պես է։ Մի սեզոն ասում, չորանում է եւ վերջ։ Տերն է մնայուն, Աստված է մնայուն։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Այսօր կխոսամ քրիստոնյայի մասին։ Քրիստոնյայի մասին։ Օրինակ դու քրիստոնյա ասելով ինչ նկատի ունես, ինչ ես հասկանում։ Հետևորդ։ Ես նախկինում մտածում եմ քրիստոնյա դա հայն է։ Հայը ուրեմն քրիստոնյա է։ Ես այդպես եմ մասին կարծում, ես քրիստոնյա եմ, որովհետև ես հայ եմ։ Եվ շատերն են այդպես կարծում, բայց ոչ ես եկեղեցի, չէ՞։ Սա գիտակ, հոգով լցված, չէ՞։ Առանց սարկազմի։ Աստծուն սիրող, ճանաչող, հետևող եկեղեցի է։ Եվ ես ուզում եմ այսօր խոսամ հենց քրիստոնյայի մասին։ Քրիստոնյա ասելով ես նկատի չունեմ այն մարդուն կամ այն մարդկանց, ովքեր որ օրինակ հայ են կամ միայն կիրակի օրերին են գալիս եկեղեցի։ Այլ ես նկատի ունեմ նվիրյալների, ովքեր որ նրսևանց են այդպիսին, ունեն Քրիստոսին։ Սրանք մարդիկ են, ովքեր որ ապրում են Քրիստոսի հետ։ Սրանք մարդիկ են, ովքեր որ նվիրված են Աստծուն անմնացորդ։ Հարց, իսկ դու օրինակի համար ինչպես ես ճանաչում Քրիստոսին։ Ինչպես ես դու ճանաչում Աստծուն, ինչպիսին է նա։ Մարդիկ կան, կամ երբեմն մարդիկ պատկերացնում են, որ Քրիստոսը եղել է մեկը, ով շատ հանդուրժող է եղել, փափուկ, հարմարվող, կոմպրոմիսի գնացող։ Մարդիկ այդպես են մտածում։ Այո, Տերը բարի է։ Բայց մարդիկ մտածում են, որ Տերը միշտ այդպիսին է, հանդուրժող է, կոմպրոմիսի գնացող է։ Որ ասում են, վայ երեխեք ջան, չեք ուզում, ոչինչ ես կանեմ։ Վայ երեխեք ջան, չեք կարող, ոչինչ ես կանեմ։ Մինչդեռ Աստծո խոսքը կարդալով մենք սրա լրիվ ուրիշ հակառակ ենք տեսնում։ Լրիվ հակառակ պատկեր։ Օրինակ, երեխեքը չկարացան դև հանել, Հիսուս ասեց, մինչև երբ ես ձեզ պիտի հանդուրժեմ։ Սա ռադիկալ խոսք է, թե ռադիկալ չի։
արմատական չէ, ինչ որ sense մենք միշտ մտածում ենք որ Հիսուսը ինքը դուք չկարացաք դեր հանեք, ես կհանեմ, ես կանեմ դա, ձեր փոխարեն կանեմ։ Ես այսօր ուզում եմ ցույց տալ մեդալի հակառակ կողմը, Աստծո այն կողմերը, այն կողմը, որ մենք շատ հաճախ դրա մասին լռում ենք եւ փորձում ենք Քրիստոսին ներկայացնել այն լույսի ներքո, որ Հիսուսը միշտ հանդուրժում է, միշտ փափուկ է, միշտ հասկացող է, ինքը ինձ կհասկանա, ինքը կհարմարվի, ինքը ամեն ինչ գիտի իմ մասին։ Եթե մենք ուշադիր կարդանք Աստծո խոսքը, ապա կտեսնենք, որ նրա քարոզները մեղմ ասած եղել են ականջ ծակող։ Եթե ուշադիր կարդանք Տիրոջ խոսքը, իսկ կարդում ենք Աստծո խոսքը, հա, կարդում ենք Աստծո խոսքը, ինչպես եք տեսնում Աստծո խոսքի մեջ։ Միշտ նրա խոսքերը երանի, 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 թե այնտեղ կան վայեր։ Եթե մենք ուշադիր լսենք Տիրոջ քարոզը, Տիրոջ խոսքերը, մենք կտեսնենք, որ այնտեղ մեր մասած ականջ ծակող խոսքեր կան։ Օրինակ, վայ ձեզ, օրինակ, խոսքեր, իժից զավակներ, եւ սա Հիսուսի խոսքերն են, սա մեր Տերն է քարոզում։ Իժի ծնունդներ, կամ գնացեք այն աղվես Հերովդեսին ասեք, մեկ բար մոտեցավ ասեց, Տեր ուզում եմ ես քեզ հետևեմ, հրաշալի է, շատ լավ է, բայց, այն մատ բայց կա է, որ ուզում եմ քեզ հետևեմ, բայց կլինի գնամ պապան ամերել, գնամ պապային թաղեմ, հետո կգամ ու քեզ կհետևեմ, ով այս Հիսուսի պատասխանը։ Ով որ մի իրան, հա, հայսե կգամ մի հատ սենց սքո արարողություն կանենք միասին, ու կգնանք իրար հետ ծառայել։ Թե ասեց, թող մեռելները թաղեն իրենց մեռելներին։ Ես Տերը չեմ հասկանում, որպես մարդ։ Մենք փափուկ ենք, մենք ասում ենք, հա, կհարմարվեմ, ամեն ինչում կհարմարվեմ։ Մենակ թե հետևի, մենակ թե արի։ Քո հետ կգամ, մեռելին կթաղենք, օղորմատ հասնել։ Բայց Տերը ինչ է ասում։ Ուզում ես գաս, ուրացիր։ Ռադիկալ է, թե ռադիկալ չի։ Այսօրվա թեման, այսօրվա վերնագիրն է, ամեն ինչ կամ ոչինչ։ Այսպես դնել, կիսել ու բաժանել սևը սպիտակի, թացը չորից տարբերել եւ ամեն ինչ կամ ոչինչ։ Ես սա եմ տեսնում Աստծո մոտ։ Նա այսպիսի մոտեցում ունի իրեն հետևորդ մարդկանց իրեն հետևողներին։ Ամեն ինչ կամ ոչինչ։ Այն ինչ որ իմն է, քոնն է, եւ այն ինչ որ քոնն է, իմն է, ամենն է, չէ՞ դա։ Ամբողջի մասին է խոսքը այստեղ գնում։ Կամ եւս մեկ ռադիկալ խոսք։ Եթե չուտեք իմ մարմինը, չխմեք իմ արյունը, բայց մի րոպե Տեր ջան, բա օրենքը ինքը եկել է օրենք կատարողն է, խոսքն է եկել, բայց մի բան ասում, որը որ գիտես ինչ, նա շատ լավ հասկանալով, որ մարդիկ դա չեն կարող հասկանալ, չեն կարող ընդունել։ Եվ բոլորը գնացին բացի 12-ից, բոլորը այդ խոսքի մեջ տեղավորվեցին։ Կամ եւս մեկ խոսք, Հիսուսի, սա Հիսուսի խոսքերն են, Հուդա, ինչ որ անելու ես, գնա ու արա։ Բայց մի րոպե Տեր, բա ուր մնաց համոզելը, խնդրելը, Հուդա, բա ինչ ես կարծում, կարար համոզեր։ Հիսուսը կարար արգելեր։ Հիսուսը կարար ասեր, Հուդա, գիտես ինչ, ես մի բան գիտեմ, դու գնալու ես ինձ մատնես, հետո գնալու ես մեռնես, կախվես, դժոխքում ես հայտնվելու։ Քո ամբողջ հավերժությունը դժոխքում անցնելու։ Եվ նա ամեն ինչ գիտեր, բայց ասեց, Հուդա, այն ինչ որ անելու ես, գնա ու արա։ Եվ սա սիրող հովի պատասխանն է։ Սա սիրող Աստծո պատասխանն է։ Որովհետև եթե մարդը մտքի դերելա գնա, ինքը կգնա։ Ոչ ոք եւ ոչինչ չի կարող նրան պահին։ Եթե որոշել է գնալ, ինքը գնալու է։ Կամ դա սա Հիսուսն է, բա մի մարգարե կար։ Սոված մարգարե։ Այդ սոված մարգարեն գնաց մի որբևայրի մոտ ու ասեց, սոված եմ, բան ունես ուտելու, ասեց, գիտես, ես էլ եմ սոված,
Եվ երկու սողացներով հանդիպեցին իրար, բայց ասեց ես տանը մի քիչ արև ունեմ, մի քիչ էլ յուղ ունեմ, գնամ սարքեմ, ուտեմ, մեռնեմ, ասում է ապրես, սարքի ու բեր ես ուտեմ։ Ամեն ինչ կամ ոչինչ։ Եթե այս կինը, այս որբևայրին այդ ամեն ինչը չկար, նա ոչինչ չէր ստանա։ Բայց նա տվեց ամեն ինչ եւ ստացավ շատ դրա փոխարեն։ Ես գիտեմ, միգուցե այսօր ամենները քիչ լինեն, բայց կգնանք Աստծո խոսքի մեջ։ Ղուկասի ավետարան 11-րդ գլուխ 23 խոսքը։ Տեսեք Հիսուսը ինչ արմատական, այս բառը շատ է մեզ օգտագործելու, ռադիկալ, դες որ նա ռադիկալ, կամաչ կամ ցավ։ Տեսեք Հիսուսը ինչ ասում, ով ինձ հետ չէ, ինձ հակառակ է։ Եվ ով որ իմ հետ չի հավաքվում, ցրվում է։ Ամեն ինչ կամ ոչինչ։ Իմ հետ չես, ինձ հակառակ ես։ Այն երրորդ ինստանցիան չկա։ Այն փափլիկների, այն հանդուրժողների, այն նիտրալ, ես ոչ աչ եմ ոչ ձախ եմ, այսպես մեջտեղով գնալու եմ։ Մեջտեղի ճանապարհ չկա, կա կամ լայն, ընդարձակ ճանապարհ, կամ կա նեղ, քարքարոտ, հշոտ ճանապարհ։ Այդ մեջտեղի ճանապարհը գոյություն չունի։ Հիսուս ինչ ասում, ով որ իմ հետ չի, իմ թշնամու հետ ուրեմն։ Ով որ իմ հետ չի, ինքը ինձ դեմ է ուրեմն։ Ամեն ինչ կամ ոչինչ։ Կամ ինձ հետ ես, կամ ինձ հակառակ ես։ Կամ իմ բանակից ես, կամ թշնամու բանակից ես։ Աստված ոչ ոքի երբեմիցե չի կանչել, որպեսզի այդ մարդը լինի մի քիչ հավատացյալ։ Մի փոքր քրիստոնյա, մի քիչ հավատացյալ, ձեռի հետ հետևորդ։ Կան այսօր այդպիսի բլոգերներ կան, ձեռի հետ հետևում են մարդիկ այդ բլոգերներին, ձեռի հետ։ Ռիլներ են նայում, ստորիներն են նայում։ Դուրը կգա կլայքի, դուրը չի գա չի լայքի։ Հավես կունենա այդ օրը կնա այդ մարդու ստորին, հավես չունենա չի նայ այդ մարդը։ Ձեռի հետ։ Այդպես Հիսուսին չեն հետևում։ Հիսուսին կամ հետևում են, կամ չեն հետևում։ Կամ նրա հետ են, կամ նրա դեմ։ Ուրիշ հրաշալի միտեղ։ Ղուկասի ավետարան 14-րդ գլուխ 26-ից 33 խոսքերը։ Տեսեք, սա Հիսուսի ծառայության այն գագաթնակետն է, երբ որ նա ուներ շատ հետևորդներ, նրա հետ ժողովրդի մեծ բազմություն էին գնում։ Հիսուսի հետ մեծ բազմություն էր գնում։ Դու պատկերացրու մեր օրեր։ Մեկը ծառայում է Աստծուն, մեկը գնում է գյուղից գյուղ, նրա հետ միասին բազմություն, որ չի կարելի հաշվել։ Եվ դառնալով ասաց նրանց. այ հիմա կտեսնենք ձեր իրական դեմքը, թե ձեզանից քանիսն է իրական։ Պատտվեց, տեսավ մի մեծ բազմություն։ Ավես կոմն էլ ասեմ, ես մի մեծ բազմություն։ Ասես, լավ, դուք շատ եք, հարց չկա, 26-րդ խոսք։ Եթե մեկը ինձ մոտ գա, հիմա տեսեք խոսքեր, որ մենք չենք տեղավորվում սրա մեջ։ Ես նույնպես հարցեր եմ ունեցել, տեր, սա ինչ է նշանակում։ Եթե մեկը ինձ մոտ գա, ուրա մոտ գնացել են արդեն, եւ չատի իր հորն ու մորը, կնոջը եւ զավակներին, կնիկ ջան, տղեկ, մայով խաչցիելի, եթե մեկը ինձ մոտ գա եւ չատի հորն ու մորը, իր ընտանիքը, քուր եղբայր, նույնիսկ իր կյանքը, իր անձը, գնացել են Հիսուսի մոտ, Հիսուսը պատտվեց, ասեց մի րոպե, դուք իրական եք, թե իրական չեք։ Ամեն ինչ կամ ոչինչ, ես կամ ձեզ եմ ուզում, կամ ես ձեզ չեմ ուզում, կամ ես ուզում եմ, որ իրական հասկանամ, հեղում եմ, թե չէ, կարամ պատտվեմ մեջքով ձեզ, թե չէ, պատտվեց Հուդան, Հուդան գնաց դավաճանեց, կամ ձեր հետ է, կամ ինձ հետ է, կամ ինձ հետ չէ, եթե դուք իմ հետ եք, ուրեմն դու պիտի ատես քո անձը, նույնիսկ քո կյանքը, նա չի կարող ինձ աշակերտ լինել։ Գիտես ինչ է նշանակում քրիստոնյա։
Քրիստոնյա նշանակում է լինել աշակերտ։ Դու երբեք չես տեսնի, որ Հիսուս ասի գնացեք աշխարհը քրիստոնյա դարձրեք։ Ինչպես որ Աստծո ծառայ ասաց, ինձ շատ քիչ հայտարարում քրիստոնեությունը, ինձ հետաքրքիր է Քրիստոսը, որովհետև այսօր քրիստոնեությունը առանց Քրիստոսի է։ Դա մենք կարողանում ենք բառը փոխենք, ասենք քրիստոնյա ենք եւ այդ հասկացողության մեջ ապրենք, տեղավորվենք, փորձենք տեղավորվել, բայց Քրիստոսը չասեց գնացեք աշխարհը եւ դարձրեք քրիստոնյա, ասեց գնացեք եւ աշակերտեցեք, աշակերտ դարձրեք։ Իսկ ով է աշակերտը? Հովհաննեսի Ավետարան 8-րդ գլուխ։ Կարծեմ 31-30 խոսքերն է։ Ով իմ խոսքի մեջ կենա, նա է իմ աշակերտը։ Եվ նա կճանաչի ճշմարտությունը, եւ ճշմարտությունը նրան ազատ կանի։ Ահա թե ով է աշակերտը, ով որ Աստծո խոսքի մեջ է կենում։ Վերադառնում ենք այս խոսքին։ Եթե մեկը ինձ մոտ գա եւ չատեի հորն ու մորը, իր կնոջը, զավակներին, եղբայրին, քույրերին, նույնիսկ իր կյանքը նա չի կարող ինձ աշակերտ լինել։ Եվ ով որ իր խաչը չվերցնի եւ իմ հետևից չգա, նա չի կարող իմ աշակերտը լինել։ Այստեղ Հիսուսը ատելության կոչ չի անում, այլ Աստծո արքայության առաջնահերթությունը ամենից բարձր դնել է սովորացնում։ Ոչ թե այստեղ ատելության կոչ է, ինձ մոտ ես եկել ատիր բոլորին, չէ, ինձ մոտ ես եկել, ուրեմն պրիորիտետը առաջնահերթությունը ճիշտ դասավորիր։ Ինձ մոտ ես եկել, ուրեմն ես պիտի լինեմ կենտրոնում։ Օրինակ իմ կյանքից, եթե ես ավելի բարձր դնեի իմ ծնողների խորհուրդը, քան Աստծուն, ես այսօր հոգևոր չէի լինի։ Որովհետև երբ որ ես եկա Աստծուն, ես ճաշակեցի Տիրոջը, տեսա քաղցր է, բարի է, ինքը իմ կյանքն է, եւ ես խորհուրդներ էի ստանում իմ ծնողներից։ Հայր ջան, շատ մի խորացի, բարես։ Ինչ պարտավոր է որ դու տես ամենից քեզ կոտորում ես, փրթում ես։ Կամ պապան ասում է, ինչ շահում ես։ Շահում ես գնա, չունես բիգնա։ Դա խորհուրդ է։ Իսկ եթե ես Քրիստոսին չդնեի կենտրոնում ու ամենից բարձր դասեի, ես կասեի, «Ա դու ճիշտ ասում, ծնող պատվիր հորն ու մորը»։ Ես գնացի հորն ու մորը պատվելու։ Բայց մինչև որ կհասնենք պատվի հորն ու մորը, դա առաջի պատվիրան։ Սիրիր քո Տեր Աստծուն, քո ամբողջ սրտով, հոգով, քո ամբողջ կարողությամբ սիրիր նրան։ Երբ որ այս առաջի պատվիրանի մեջ դու կենում ես, մնացած բոլոր պատվիրանները, բոլոր խոսքերը ընկնում են իրար տեղը։ Լրիվ սկսում ես հասկանալ պատկեր արդեն։ Ինչ-որ մեկի կարա կինը խորհուրդ տա, մի գնա այդքան խորացի։ Ինչ-որ մեկին ամուսինը կարա խորհուրդ տա, մի գնա խորացի։ Զավակները կարա խորհուրդ տան, մի գնա խորացի։ Բայց եթե դու չատես, ատել ինչ է նշանակում, թշնամանալ, չէ։ Թողակի ասում ես, ես սիրում եմ քեզ, բայց գիտես կա ավելին, դա Տիրոջ արքայության առաջնահերթությունն է։ Ես դա եմ դնում ամենաբարձր։ Ամեն։ Եվ ասում է, եթե չվերցնի իր խաչը դա պարանոցից կախված զարդ չի։ Դա այսօր է 2000 տարի անց է, դա դարձել է զարդ։ Խաչը դա մահապատժի գործիք է։ Երբ որ Հիսուս ասում էր, ով որ չվերցնի իր խաչը, մարդիկ ռեալ հասկանում են, սա մահապատժի մասին է խոսքը։ Սա մեռնելու մասին է խոսքը։ Իսկ ինչ-որ մեկը չի կարող մեռնի, եթե չատի իր անձը ավելի շատ, քան Քրիստոսին է սիրում։ Ես չեմ կարող մեռնեմ, եթե ես չսիրեմ եւ չնվիրվեմ։ Ամեն ինչ կամ ոչինչ։ Սրա մասին այսօր խոսքը եւ խարոզը, ամեն ինչ կամ ոչինչ, բացարձակ ոչի բան։ Կամ դու ուներում ես ամեն ինչ, օրհնությունները ժառանգում ես, երկինքն է ժառանգում, կամ դու ոչինչ չես ունենում դրանից։ Ոչ մի բաժին, Հիսուս ասաց, ոչ մի բաժին չես կարող ունենալ ասին։ Կամ ամեն ինչ ես ունենում երկինք իր հարստությամբ, երկինք իր ճոխությամբ, փառքով, հավատում ես երկինքին։ Հա։ Ես գիտեմ, որ դու հավատում ես։ Կամ մենք երկինք ենք գնալու։ Կամ մենք երկինք չենք գնալու, բա որտեղ։ Այս հաստիով ենք ապրելու, չէ։ Մեր հասցեն փոխվելու է։ Մենք պանդուխտներ ենք, ժամանակավոր ենք այստեղ, բոլորս, բոլորիս հասցեները ժամանակավոր, պատկերացնում ես, այն հասցեն, որտեղ դու հիմա գրանցված ես, չգիտեմ, Ռաֆու ես ինչ փողոց, Կանով ես ինչ փողոց, Ձորի են կողմ, Ձորի ես կողմ, Թուրքի թաղ, Հայ թաղ։ Այդ բոլոր մեր հասցեները ժամանակավոր են,
Եվ կա երկու հասցե, դրախտ, դժոխք, կամ ամեն ինչ, կամ ոչինչ, վերջ։ Կարծա, տանկագին խաշը դա զարդ չէ, որը կախվում է մեր պարանոցից, այլ այն մահվան գործիք է։ Եվ երբ որ աշակերտները սա լսում էին, նրանք հասկանում էին, որ այսօր ամես տեղը տանում։ Կյանք է խոստանում, բայց մեզ տանում է ուր։ Եվ աշակերտները գնացին, բոլորը գնացին մահվան։ Եվ բոլորի համար սա պատիվ էր մեռնել Քրիստոսի համար։ Եվ բոլոր աշակերտներից մենակ մեկ իր մահով մարսավ։ Սա բոլոր աշակերտների մահը ցավաց, տարապեց։ Հետո Պողոսը գիտես ինչ ասեց, ասում է, ես չգիտեմ որ ընտրեմ։ Ես չգիտեմ, անկեղծ չգիտեմ, ասում է, ես շատ եմ սիրում ու որպեսզի գիտես ձեզ լավ լինի, քեզ լավ լինի, դու օրհնվես, իմ համար ձեր համար լավ է, որ ես մնամ այստեղ, իմ համար լավ է, ես գնամ երկինք։ Նրա համար սա հասկանում ես դա ինչ էր, դա համար դա ձեռքբերում էր։ Մահ ասում եմ համար ձեռքբերում է, մահը իմ համար շահ է։ Մենք այսօր այնքան ենք սարսափում մահից։ Այսինքն այնքան չենք հավատում երկնքին, այնքան չենք հաղորդակցվում, այնքան չենք ճանաչում, մենք սարսափում ենք մահից։ Պողոս ասում է ինձ համար սա շահ է, ձեռքբերում է մեռնելը։ Բայց մի հատ այնտեղ բառ կա, պայման կա, ապրելը Քրիստոս, մեռնելը շահ։ Երբ որ ապրելը Քրիստոսը, մեռնելը շահ է լինում։ Հայտնություն 3:15-16 այստեղը շատ լավ գիտենք։ Գիտեմ քո գործերը։ Ոչ սառն ես, ոչ տաք, երանի սառը լինեիր, կամ տաք լինեիր։ Ուրեմն քանի որ գաղջ ես եւ ոչ տաք ես, ոչ ես սառը, քեզին բերանից պիտի հսխեն, կամ ամեն ինչ կամ ոչինչ։ Հիսուս ասում է կամ եղիր կամ չէ։ Կամ ամեն ինչ կամ ոչինչ, մեջտեղին է չկա, կամ տաք, կամ սառը։ Իդեպ ասեմ, դու երբեք չես կարող սառը լինել։ Ով ճաշակել է, ռեալ ճաշակել է տիրոջը, երբեք չի կարող ինքը սառի։ Ինքը մաքսիմում իջնի ու գաղջ մնա, գոլ վիճակում մնա։ Իսկ այս վիճակը ամենաշատն է ատում Տերը։ Որովհետև այն կրակը, որով մենք բռնկված ենք կամ բռնակված ենք եղել կամ ճաշակել ենք, մենք այդ վիճակից թանկագինս մենք չենք կարող լրիվ լինենք այն վիճակում, որտեղից Տերը մեզ կանչել է։ Մենք ճաշակել ենք, մենք բռնկվել ենք, մենք համտեսել ենք, մենք հասկացել ենք Տերը քաղցր է, բարի է, անուշ է, կրակով ենք լցվել, հետո կամաց, երբ որ մարդը սառում է, ինքը չի կարող միշտ էր սառի, չեմ հավատում։ Ով որ միշտ էր սառած է, ու նա երբեք տակ չի եղել։ Սա իմ համոզմունքն է։ Ես վստահ եմ, ով որ միշտ է սառել, ինքը երբեք տակ չի եղել։ Երբեք։ Իսկ ով որ ճաշակել է, տաքացել է, ինքը գնում է դեպի այն սառը, ինքը միշտ այն սառը չի հասնի, այն աշխարհի կյանքին չի հասնելու, Տերը նրան հանգիստ չի տա, երբեք հանգիստ չի տա, այն հոգին, որը մարդու ներսում է, եթե ինքը վերածնված է, ինքը երբեք կոմֆորտ չի ունենա, ինքը միշտ, ինքը իշտի է գոր վիճակում, կհասկանա, զզվելի է, զզվում եմ իմ այս վիճակից, գնա կկպնի Տիրոջը, եւ սա շանս է, հույս է, այն բոլոր մարդկանց համար, ովքեր որ հեռանում են։ Ամեն ինչ կամ ոչինչ, գոլ սիրտը դա շատ վտանգավոր վիճակ է։ Դու կարծես թե Աստծո հետ ես, բայց ոչ մինչև վերջ։ Գոլ սիրտը սա վտանգավոր վիճակ է։ Դու կարծես թե ծառայում ես, բայց առանց կրակի։ Իսկ նախկինում, Տեր քո համար, մինչև մեռնել, կգնամ, Սիմոն, ակաղաղը չկանչած, դու 3 անգամ կուրանաս ինձ։ Թող երկեր Աստծո փառքն է երգում։ Դու կարծես թե աղոթում ես, բայց առանց հավատի։ Իսկ Աստված ասում է, որ ինձ պետք է քո ամբողջ սիրտը, այլ ոչ թե մի մասը քո սրտի։ Որովհետև Աստված ինքն իրեն ամբողջությամբ տվեց։ Հիսուսը ինքն իրեն ամբողջությամբ տվեց։ Գիտես թե ինչու էր պետք, որպեսզի զատկի գառը խորովվեր ամբողջությամբ, դա խորհուրդ ունի, որ այնտեղ չպիտի մնար մի փոքր մաս ամբողջությամբ։ Ես ինչ նշանակում ողջակես, ոչ թե ողջ տանել կիզել դաժանությամբ, գոռում եք ընդհանրին մենք նույնը կրակի մեջ ենք գցում։ Չէ, ողջակիզել, всесожжение ռուսերենով, ամբողջությամբ,
ողջակիզել ամբողջությամբ այսպիսի զոհ հատկություն մեզանից, որ մենք ամբողջությամբ դրվենք Աստծո զոհասեղանին։ Եվ երբ մենք ամբողջությամբ ենք դրվում գրվածա փորոտիկն այնտեղ սիրտնա չգիտեմ, այդ ժամանակը Տիրոջ կրակը գալիս այդ զոհի վրա։ Այ խաչի Հիսուս իրեն ամբողջությամբ տվեց թանկագինս։ Մի խորհուրդ, նույնպես 5 տակարանից բերեմ։ Երգյան կանչում էր Եղիսեին, գրված է, որ արի գնանք Գթակավորած 19-րդ գլուխ 19-րդ խոսքից։ Տեսեք, այնտեղից գնաց եւ գտավ Սապատի որդի Եղիսեին։ Եվ նա վարել է, արդը փորում էր, գործ էր անում։ 12 լուց ես իր առաջ եւ ինքը 12-ի 13-րդի հետ էր։ Եվ Եղիան անցավ նրա մոտով եւ իր վերարկուն գցեց նրա վրա։ Մարտահրավեր նետեց, վերարկուն գցեց, օծությունը ցույց տվեց։ Ցույց տվեց, որ գիտես, ես քեզ մարտահրավեր եմ անում, ես կանչում եմ։ Այդպես է ժամանակ առ ժամանակ Աստծո մարդը, Աստծո անունից կարա մարտահրավեր նետի, ինչ որ ծառայություն առաջարկի անհայտ ուղղություն դեպի Եղիսեն չգիտեր ուր էր գնում։ Եղիսեն չգիտեր ինչի էր արձագանքելու։ Եղիսեն չգիտեր, որ երբ որ գնաց էր այլևս վերջ։ Եվ տեսեք, նետեց, նա թողեց եզները, վազեց Եղիսեի ետևից ու ասաց. թող համբուրեմ հորս ու մորս եւ հետո հետևեմ քեզ։ Եվ նա ասաց գնա։ Եվ նա ետ դարձավ նրա մոտ, մի լուց ես վերցրեց եւ զոհեց եւ եզերի լծափայտերով եփեց նրանց միսն ու տվեց ժողովրդին եւ նրանք կերան եւ վեր կացավ ու գնաց Եղիսեի ետևից եւ ծառայում էր նրան։ Հիմա տեսեք, ամեն ինչ կամ ոչինչ։ Եղիսեն չասեց, արի գնամ, իր մեջ մտածեց, գնամ, փորձեմ, կստացվի, կմնամ, չստացվի, այս գութանը, որ վարում եմ, տանեմ չուլան, պահեմ, փաթաթեմ հանկարծ չփչանա, կգամ իմ վարության կկանեմ էլի։ Ինքը ինչ արեց, ինքը ասեց կամ ամեն ինչ կամ ոչինչ, ինքը վերցրեց այն ինչ որ աշխատում էր, ինչ որ աշխատում էր, ուղղակի զոհաբերեց, վառեց եւ դրանով զոհ բանուցեց, այրեց։ Նա այրեց ամեն վերադարձի հնարավորություն։ Նրա մոտ չկար նավսյակի պահեն գութանը, նավսյակի ես փեդերը պահեն։ Նա այրեց վերադարձի ամեն մի հնարավորություն, որ ավելավա ես սա տամ, զոհեմ, հրաժարվեմ, բայց հետո ես գիտեմ ազատվեցի ես հին կյանքից։ Դա հին կյանքն է, գութանը դա հին կյանքն է, որով մենք փորում ենք, քեչ փորում ենք, տակից բաներ ենք անում։ Գութանը դա է, դա մարդու հին կյանքն է, դա անցյալի խորհուրդն է։ Քանի դեռ կա զապասնոյ վարիանտը, հավատքը լիարժեք չէ։ Էլ եմ ասում, քանի դեռ կա զապասնոյ, ես չգիտեմ հայրեն դա ոնց ասեմ։ Նավսյակի, էդ էլ ամուսեն։ Պահեստավորած արբերավ։ Քանի դեռ կա այդ զապասնոյ վարիանտը, հավատքը լիարժեք չի, Տեր ուզում է մեզանից կամ ամբողջ է, կամ ոչինչ, կամ ամեն ինչ, կամ ոչինչ։ Երբ որ դու այրում ես ետ դարձի բոլոր ճանապարհները, երբ որ դու այրում ես ետ դարձի բոլոր ճանապարհները, ուշադիր։ Աստված բացում է առաջ տանող բոլոր ճանապարհները։ Բայց երբ որ չես այրում ետ դարձի ճանապարհները, առաջ գնալու ճանապարհները դու չես կարող տեսնել։ Աստված չի բացի, չի տա։ Աստված ասում է դուր, ես կտամ, նոր կտամ։ Հանձնիր, ես նոր կբացեմ քեզ։ Արի, ես կանեմ։ Եվ քանի դեռ չես այրել այն բոլոր ճանապարհները, հետ դարձի ճանապարհները, Աստված չի բացի։ Ինչու մարդիկ շատ հաճախ չեն տեսնում առաջ գնալու ճանապարհները։ Կանգնած են այսպես խաշբերուկում եւ ասում են չեմ հասկանում իմ հաջորդ քայլը որն է, գիտես ինչու։ Չես այրել հին ճանապարհը։ Չես հրաժարվել հին ճանապարհից։ Հին կյանքի տանող կամուրջները չես այրել։ Գութանդ չուրանում է, այսպես ասած։ Այն ինչով որ դու փորել ես, դու դրանից չես կարող հրաժարվել, չես կարողանում հրաժարվել։ Դու հասկանում ես ինչ եմ ասում, հա։ Դե շատ եմ սենց բանով խոսում։
խորհուրդներով խոսում։ Շատ հաճախ մարդիկ չեն կարողանում տեսնել իրենց հաջորդ քայլը որն է, դեր ինչ ես ուզում ինձանից, ինչ անեմ քո համար։ Տեր ասում է, գիտես, հրաժարվի հնից հետ, հրաժարվի, ով որ գալիս է նետերից, ձեռը դնում մաչին, Հիսուսի խոսքերն ասա։ Եվ հետ անայում, հարմար չի, և ինքի արքայությանը։ Եթե Աստված ուշացնում է, հետ մի նայի, որ չկորչես, լավ է հետ չնայես։ Ղովտի կնգան չի ասես կնոջը, հետ մի նայի, որ չկորչես, լավ է հետ չնայես։ Նարսակի միակ նայեմ, նայեց, միշև այսօր մնաց այնտեղ։ Այդ աղի արձանը այնտեղ է, այն ռեալ աղինս։ Եթե Տեր ասում է հետ մի նայիր, որ չկորչես, լավ է Տիրոջ խորհուրդը լսելը։ Ես սատանային է ձեր տալիս, որ մարդիկ լինեն կիսով չափ, մի բան ասեմ, կիսով չափ, մենք սկի չեն կարողանում ես լամպերը միացնենք։ Երկու, հայրվասը պրոբուդա դուրս գալիս, պլուս և մինուս։ Եվ մենք եթե կիսով չափ փորձենք միացնենք, չի աշխատելու։ Պիտի, այսպես ասված, պոլնի կանտակ լինի, որ լամպը վարի։ Մենք չենք կարող կիսով չափ լինել, կիսով չափ չենք կարող ոչինչ անել։ Էլ եմ ասում, նույնիսկ այս լամպերը մենք չենք կարող կիսով չափով միացնել։ Կամ այն կամ միացնում են, կամ չեն միացնում։ Եվ դա ես սատանան չի վախենում նրանցից, ովքեր որ կիրակի օրերն են միայն գնում եկեղեցի։ Նա վախենում է նրանցից, ովքեր որ ամեն օր են ապրում Աստծո հետ։ Ամեն օրը Աստծո հետ է։ Այն նմաններից է վախենում սատանան։ Ես եկեղեցին ինքը նրա կոկորտու ոսկոր է։ Որովհետև սատանային հաջողվում է բերել ամբողջ աշխարհը գլոբալիզացիայի մեջ, որ ունենա մեկ ֆինանսական աղբյուր, մեկ տնտեսություն, ունենա մեկ կառավարիչ, տանում է դեպի դա, մեկ դրամ, մեկ կրոն, բայց միակը, որ նրա կոկորտու ոսկորի պես է դա եկեղեցին է, նա չի կարող հայտնվի, մինչև որ խափանողը երկրի վրա է։ Իսկ նրա խափանողը դա եկեղեցին է։ Դամբարինքը ինչ է ուզում անի, ուզում մտնի նույնպես եկեղեցի, որպեսզի գոլ վիճակի մեջ բերի եկեղեցին։ Իսկ Տերը ասում է, չէ, եթե դու հարմարվես այդ գոլ վիճակին, դու չես կարող ամբողջը ստանալ։ Ամեն ինչ կամ ոչինչ։ Թանկագինս համաձայնիր ինձ հետ, որ մենք շատ ենք թուլացրել երկինք տանող ճանապարհը։ Թուլացրել ենք։ Համաձայնիր ինձ հետ։ Մենք թուլացրել ենք երկինք տանող ճանապարհը, մենք հարմարվում ենք ամեն ինչին։ Մենք ասում ենք դու չես կարող, ոչինչ քո փոխարեն կանեմ։ Չի ստացվում, դե ոչինչ, ինքնդ էս էլ իրանն է, էս էլ իր մեղքն է, էս էլ իր թուլությունն է։ Եկեղեցու թշնամին, հոգևոր մարդու թշնամին, դա հանդուրժողականությունն է։ Առաջին երբ որ դու ես ինքդ քեզ հանդուրժում դա, երկրորդ երբ որ մենք դա հանդուրժում ենք իրար մեջ։ Մենք վախենում ենք իրար բան ասենք։ Անկես մի հատ բան ասեմ, ես որպես ես եկեղեցով հաճախ կաշկանդվում եմ քեզ մի նկատողություն անեմ։ Դա ինչի՞ց է եկել։ Ասեմ հենց քեզանից։ Ո՞վ է մի հատ մեղավորը, ասեմ հենց դու։ Ես վախենում եմ մի նկատողություն, ես կաշկանդվում եմ մի հանդիմանություն։ Ես ես վերջես խոսում եմ, չէ՞, մենք երկում ենք դրա մասին, քո ցուպը գավազանը մխիթարում է։ Հիշում ես, չէ՞, ցուպն ու գավազանը։ Ցուպը ես կեղիկա, հետ ես պահում ու գավազանով մխիթարում ես։ Չկա, նա ցուպն է մնացել։ Այդ ցուպը ես վախենում ես, չգիտես ոնց ես, ինչ պատխոտ, աչից, ձախից, չգիտեմ ոնց անեմ, միշտ մտածում ես գարը գնաց։ Գերիփայա, գնաց։ Եկեղեցու չպիտի կաշկանդվի այդ ցուպով ասի լաջ դրը։ Շուտ հետ բերի։ Ամեն։ Ու մխիթարի գավազանը։ Չպիտի լինի այդ կաշկանդվածությունը։ Դա քեզ օգուտ չի բերում։
Հենց քեզ։ Սա քո ապահովությունը չի։ Բայց հենց քո պահվածքից ես կարամ փակվեմ։ Ու շատերի հանդեպ ես փակվել եմ։ Որովհետև ասում եմ լավ։ Հիսուս ասեց, ու նմանացնեմ ես սերունդը։ Պարեցի, պարող չեղավ, լացեցի, լացող չեղավ, նմանացնեմ, էլ ինչ հանեմ, էլ որ լեզվով։ Համաձայնիվ ինձ հետ մենք շատ ենք թուլացրել եկինք տանող ճանապարհը։ Իսկ եթե այդ ճանապարհը թուլացած է, ինքը կա մի օր փուլ կա։ Հետո բոլորս այսենց գնանք ասենք Տեր, չէ որ քո անունով կամ Տեր ախր բանը ինֆլյացիա բան Տերը կասի ինչ եք խոսում։ Հստակ խոսք ես ուղարկել էի ձեզ, հստակ տվել էի։ Թանկագին բացի օրիգինալը, ով ունի օրիգինալ, ով ունի Աստվածաշունչի հետ, ով ունի Աստվածաշունչի հետ, մեկ Աստվածաշունչ տվեք ինձ, գերազանցիկների շարք։ Բացի Աստվածաշունչը, օրիգինալը, սա է օրիգինալը, ուտես, ինչ ասում, այս է խոսքեր կասում, մի բարևեք, Սա Աստվածաշունչն է ասում, դա Քրիստոսի խոսքերն է, Աստծո խոսքն է։ Եթե ինչ-որ մեկը ինչ-որ մի բանի, ու մեզ բացեմ էդի, թե չէ։ Մի բարևիր, մի հաղորդակցվիր, թող կամարին ինչպես հեթանոս։ Այսինքն, գիրեք դա խոսքերն է, սիրող հոր խոսքերն է։ Մատնեցի սատանային, Պողոս Առաքյալի խոսքերն է, որ գոնե հոգին փրկվի։ Թող մարմինը տանջվի, մատնեցի, արհամարեցի, բարևից զրկեցի, ասեցի վեկած առաջի շարքից գնա այնտեղ ու ժողովրդյան չբարևեք, մեղքի մեջ է։ Բայց մենք պուպուշ անենք այդ մեղքներ, պուպուշ անենք, գիրաբնավորություններ պուպուշ անենք, թե ոչինչ, մեր քույրիկն է, մեր եղբայրիկն է, գիտես ինքը ինչ լավն է, այս են սիրտ ունի, անես լավ սիրտ ունի, լավ սրտով կգնա դժոխ։ Այս են սիրտ ունի, սատանին կասի, հա, պուպուշացրեք։ Իսկ Աստծո խոսքը շատ ռադիկալ է։ Ամեն ինչ կամ ոչինչ։ Ասում եմ, վերցրու եք կյանքիդ պարանը ու ձգի, որտեղ թույլ է թողը տեղ կտրվի, զատու կիմանաս այդտեղ թույլ ես։ Շնորհակալ եմ։ Սա Աստծո խոսքն է, սիրելի եկեղեցի։ Մեկ անգամ այս օրինակ ես բերել եմ, որ մի մեգա եկեղեցի կար Ամերիկայում, մեգա, մեծ, զարգացած, ամեն ինչ կար, գործիքները, ֆինանսները, մեծ շենք, շատ ծառայողներ, լիքը մարդիկ, շատ։ Ու մեկը եկեղեցու ասում մի վարքյան, ես իրականում, այս բոլոր մարդիկ իրական Աստծուն պաշտում են, թե չէ, կամ իրական նրանք ողորմած են, կամ իրական նրանք բարի են, քաղցր են, թե չէ, ու մի էքսպերիմենտ անում, հիշես ես պատմությունը, մեկ անգամ պատմել եմ։ Ծառայության օրը, կիրակի օրը, նա հագնվում է անկուն թափառականի պես, մորուք հակապցնում, որ անճանաչելի է լինում, ու այս եկեղեցու, ոնց որ կասեն դողրեցիկ դռանը, մուրացկանություն էր անում, նստած փող էր հավաքում, և բոլոր սուրբերը, արդարները, սենց գնում են եկեղեցի Աստծուն պաշտելու հալելույա, և գնացին անցան, նրանցից շատ քչեր արձագանքեցին այդ աղքատին, շատ քչերը, ինքը նստած ուղղակի ինչ էր ուզում, 2 լումա, 100 դրամ, և անցան, գնացին ու ծառայությունը սկսվեց, փառաբանությունը մտավ, տակից մտավ, վերևից սենց Աստծո ներկայություն, բան, սենց բոլորը, ամեն մեկը հրաշալի էր այդ կերպարանքի մեջ, ունեին Աստված պաշտության կերպարանք, բոլորը, և գիտես շատ ուժեղ ծառայություն սկսվեց, մարդիկ սենց երկրպագում էին Աստծուն, իրենց ձեռքերը բարձրացնում էին երկինք, լեզվերով աղոթում էին, անգլերով աղոթում էին, մեկը ֆրանսերեն աղոթում, բոլորը աղոթում էին, զոհաբերություն հավաքեցին, մեկ էլ հանգարց, հոյովը բարձրացավ բեն, այդ անտուն թափառականը բարձրացավ բեն, քարոզի,
բարձրացավ բեմ, մարդիկ չեն հասկանում խի այս մարդի գործ ունի, հանեց գլխարկը, շարֆը, մորուքը փոքեց, ասես դա ես էի։ Բարձում է ես անորակ եկեղեցի եմ բարձրացրել։ Բարձում է, որ մենք շատ խոսում ենք, շատ աղոթում ենք, շատ, բայց այն ամենակարևորի մեջ, ողորմությունը, որը դա է մեր քննությունը, դա է եկեղեցու քննությունը, դա է հավատացյալի քննությունը, ողորմություն, այդ ներելը, այդ ամեն ինչը չկա։ Եվ այդ օրը եկեղեցու հետ շատ ուշ խոսակցություն տեղ ունեցավ։ Որ ասում եք, գիտես, այս ամեն ինչ, որ դուք անում եք նոր, ձեռքեր եք բարձրացրել երկինք, պատվում եք, փառաբանում եք, երկրպագում եք, Աստծո համար, Աստծո աշկերին, ունայնա, սինա, որ մենք իրար չենք կարողանում հանդուրժել, ներել, սիրել, բարի լինել, գթած լինել, ողորմած լինել։ Դուք ագինես, մենք ենք դարձնում, մենք դարձրել ենք այսինքն, մենք ժողովուրդս դարձել ենք եկեղեցին փամփլիկների ակումբ։ Ես հասկանում ես, որ ամեն երկիշ կլինեն, բայց ես ճշմարտություն եմ խոսում, սա իմ մտորումներն է, կարաս համաձայնես, կարաս չհամաձայնես, կարաս մտորես, փորձես փոխվես, կարաս ասես դե սենց ա ձեր տալիս, դե, դատո ես իմ ճշմարտություն եք ասեմ, շնորհակալություն ամեն, մենք դարձել ենք եկեղեցին փամփլիկների ակումբ, չմոտ չավերի փամփլիկների, փապկամորդ, նույնիսկ եմ ասում, քեզ ձեռա տալիս այն, որ ես կաշխանվում եմ քեզ մի բան։ Փառք Հիսուսին։ Մատթեոսի ավետարան 13:44։ Իսկ երկնքի արքայությունը նման է արտի մեջ թաքնված գանձի, որ մի մարդ գտել է այն ու թաքցրել։ Նա ուրախությունից գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը եւ գնում է այդ արտը։ Ինչն է վաճառում։ Ամբողջն է, չէ՞ վաճառում։ Գրված է երկնքի արքայությունը ինչի նման ասեմ, խնդրեմ դաս նվագես, ինչի նման ասեմ երկնքի արքայությունը։ Ինչին է նման։ Եկեղեցին ինչին է նման, որովհետեւ եկեղեցին դեռ ծնված չէր, առաքյալները չգիտեն ինչի մասին է խոսքը, աշակերտները չեն հասկանում ես ինչ է խոսում, ու Հիսուսը լուր է բերել, խոսում է բանի մասին, ասում է ինչի նմանացնեմ եկեղեցին, ինչի նմանացնեմ երկնքի արքայությունը, ինչի նմանացնեմ այն ինչի մեջ դուք մտնելու եք շուտով, ես կգնամ Սուրբ Հոգի կգա, դուք կմտնեք դրա մեջ, ինչի նմանացնեմ մի արտի, որի մեջ գանձ կա, ու երբ որ դու գտնես այդ գանձը, դու ստիպված պիտի լինես գնաս, ինչ որ ունես չունես վաճառես, չթողես քո համար ոչ մի բան, քո այն նավսակին, այն գութանը չթողես, եղիսեն չպետք է գութանը թողի։ Այլ դու պիտի գնաս քո ամբողջը, ինչ որ ունես, վաճառես ու գաս այդ գանձի խաթը, երկնքի արքայության մտորոտի խաթը, եկեղեցու Աստծո սրտի խաթը գնես դա, որպեսզի դու ունենաս ամբողջը։ Ինչի նմանացնեմ, երբ որ մարդը գտնում է, ինքը ոչ թե պիտի տրտնի ասի, դե պետք է գնամ էսի ծախեմ, որ էսի առնեմ, գրված է ուրախությունից գնաց։ Եթե դու գտել ես երկնքի արքայությունը, ուրեմն դու պիտի ուրախ լինես, ելի եկեղեցի։ Եթե դու գտել ես երկնքի արքայությունը, այն պիտի քեզ արժենա ամբողջը։ Դու պիտի կարողանաս տաս քո ամբողջը հանուն այդ արքայության։ Դա պիտի արժենա քո ամբողջը։ Եվ դա պիտի քեզ ուրախություն պատճառի։ Ինչու՞ մենք չենք կարող ասել այն հարուստ երիտասարդի մասին, որ գտավ երկնքի արքայությունը, բանալին Հիսուս Քրիստոսին։ Բայց նա գիտես ինչու՞ն է խնդիրը։ Նա փորձում է փրկությունը առանց զոհի վաստակել։ Նա ուզում է փրկվել, ինչ անեմ, չէ՞, ժառանգեմ, ճիշտ հարցա տալիս։ Ինչ անեմ։ Հիսուս ասեց. գիտելիքը կա, օքեյ է, այդ ամբողջը մանկուց ի վեր պահում եմ, գիտեմ, բայց որպեսի կատարյալ լինես, որպեսի գտնես երկինք, որպեսի ժառանգես երկինքը, գնա վաճառիր ինչ որ ունես չունես, առանց զոհի դա չի լինում ցելիս։ Ես չեմ խոսում ֆինանսական զոհի մասին։
Ես խոսում եմ քո կյանքի արժեքների մասին, արժեքդ ո՞րն է։ Վաճառիր դա։ Ինչ արժեք ունես, վաճառիր դա։ Անցյալից ինչ ունես, որ խանգարում է մտնես երկինք, վաճառիր դա, տուր, հանուն դրա։ Վաճառիր գութանդ ու գնա Եղիսեի հետևից, Երիայի հետևից հետևություն։ Դուք ասես չգիտեք ուր է գնում, երեխանիքը չգիտեք ուր է գնում։ Երկինք տանող ճանապարհը անհայտ է։ Մեր համար անհասկանալի է, բայց տանում է երկինք։ Լայն ճանապարհը ակնհայտ է, երևում է։ Լայն անթարցակ է, հարստություն, ճոխություն, պանուն, ամեն ինչ կա այնտեղ, հարմարավետ է։ Բայց տանում է դեպի կորուստ։ Եվ այս երիտասարդը, որը շատ հարուստ էր, եւ կարծում էր, որ գիտես իր հարստությամբ, Հիսուս ասեց, չէ, սխալ հիմք ուտես, դու ուզում ես մտնես երկինք առանց զոհի, դա չի լինում։ Գնա, ինչ որ ունես, վաճառիր, ու մի դիր բարձիկ տակ, բաժանիր աղքատներին։ Հետո կգաս, նույն ես քեզ տալու բան ունեմ։ Կգաս, ես քեզ կտամ, ինչ, խաչ ունեմ քո համար։ Մահապատժի գործիք։ Կտամ, ու դու արժան կլինես ինձ հետևես։ Ուրիշ ճանապարհ չկա, Տեր, չէ չկա։ Տեր կլինի սանդղակի չասես, չէ չի լինի։ Լինի հարմարվեսի, չէ չի լինի։ Ամեն ինչ կամ ոչինչ։ Երրորդը չկա, միջինը չկա, գարջ է, գոյություն չունի։ Դա հանդուրժելի չի Աստծո համար։ Ասում ես կոչ եմ ուզում անել քեզ, որ մի հատ վերանայես քեզ, քո վերաբերմունքը Աստծուն, քո մոտեցումը, եկեղեցուն, այո, քո հավաքներին, քո հովիվներին, վերանայես։ Եթե քեզ ձեռ է տալիս, որ կաշխանտվեն քո հետ շփվելուց, հարց չկա, ամեն ինչ քեզանից է գալիս։ Հենց ամեն ինչ։ Որ հասկանում ես, որ այս մարդը այս ծառայության մեջ այս բանի վնասում է, նորմալ է, որ կարա վնասի։ Ես վախենաս ասես կլինի, բայց հետ քաշվես մի փոքր։ Նորմալ է, որ մեքենա վարելուց լավ է, բայց երբ որ անիվը ծակվել, այնքը վնասում է շատ բան։ Նորմալ է, որ ես ակելակեմ, իշնեմ, հանեմ այդ ակը, որը վերանորի նորմալ է, չէ՞։ Թե սենց հավատքով ասում, հալելույա, իմ ակը չի ծակվել։ Ամեն բան կարող է մի զորացնող Հիսուս Քրիստոսը, բայց ակը դեպ, մի կողմի վրա է քաշում սենց։ Չի ակելակում ես մեքենան։ Կամ նմանատիպ շատ բաներ։ Նորմալ չէ, մի պահ կանգ առնես։ Աստծո խոսքն այդպես պատվիրում, կանգ առեք։ Մի պահ կանգ առեք եւ տեսեք արդյոք հավատքի մեջ եք, թե իներցիայով գնում եք։ Իսրայել ժողովուրդը հավատքով դուրս եկավ Եգիպտոսից։ Հետո իներցիայով էր գնում։ Իներցիայով իրենց համար գնում էին, տնջում էին, մահանում էին, կռվում էին, վիճում էին, ինչ ասես անում էին։ Թե նրանց ոսկորերը ցիրուցան եղանալը պատում, գիտեք այդ պատմությունը, շատ լավ գիտենք։ Երկինքի արքայությունը կարժենա քեզ քո ամենին, քո ամբողջը։ Բնակի համար իմ կյանքում ես դա դրել եմ, իմ ընտանիքում դա դրված է։ Եթե սա խոսում է հոգուտ Աստծո, հոգուտ եկեղեցու, մենք գնում ենք այդ քայլին։ Բայց եթե դա վնասում է, դա երկնքի մեջ լումա չունի, մենք դա չենք անում։ Գիտես, մեր ծառայությունը, հովական ծառայությունը, մեր ճանապարհը, գիտես, արժեցել է մեզ ամեն ինչ, մեր ամեն ինչ տված է, մեր տունը հիմա դեռ փոշի մեջ կորած է, չանում է, անկեղծ եմ ասում, շատ բան չի աշխատում տանը, ոչինչ ասում, բայց այստեղ պիտի ամեն ինչ լավ լինի, մենք այստեղ պիտի լինենք, եկեղեցու հետ, ժողովրդի հետ, այս քաղաքում, սա արժեցա մեզ ամեն ինչը, արժենում է դեռ, որտեղ մենք Տիրոջ ասել ենք այո, ամեն։ Մենք ամեն ինչ անում ենք, որ հարմարացնենք հոգուտ Ստեփանավանի, հոգուտ եկեղեցու, հոգուտ Աստծո,
արժենա մեզ ամեն ինչ, որովհետև ես ինչի է նման սա, 20 թվականի դեկտեմբերի 27-ի մեկ եկանք, ես գանձը տեսանք, արդը գանձը, Հոր Հիսուսի ուրախությունից գնացինք, վաճառեցինք, տվեցինք, արժեքները, չգիտեմ ամեն ինչ, այդ ապրուստը, սաղ, ինչի վրա որ մենք կանգնած հաստատուն հիմք կար, մենք 20 տարի դից այդպես գնում ենք, սաղ տվեցինք, եկանք, որպեսզի գնենք սա։ Եվ ես գիտեմ, Զոյի հետևում օգնություններ կա կանգնած։ Եվ ես գիտեմ, որ Զոյի վրա կրակ է իջնում։ 10 կգնահատեն, մեկը չի գնահատի, ոչ ինչ։ Դա դու տեդ ա տեսնում։ Ես դարել եմ հանուն Տիրոջ։ Եվ հանուն քեզ։ Ամեն ինչ կա ոչինչ թակակի եկեղեցի։ Արի չթուլացնենք երկինք տանող ճանապարհը։ Արի չդարձնենք եկեղեցին, նույնիսկ եմ ասում, փամփլիկների ակումբ։ Հավաքվենք, հավեսա եւ այլն։ Տեղեր կա, պիտի ճեղքես, տեղեր կա, պիտի գին վճարես։ Իրականում, ինչպես որ քուրս ասեց, Արմինեն ասեց, որ երեք հրաշալի ծառայություն ունեցան աղոթքի, ովքեր որ ներկա են, ես վստահ եմ, վերանով օգնվեցին։ Մարդիկ բժշկություն ստացան։ Եվ սա զոհը նույնպես։ Սատանան չի վախենում քեզանից, երբ որ ամեն կիրակի գնամ եկեղեցի խոսքը լսեմ, այլ կվախենա, երբ որ ամեն օր ապրես Աստծո համար։ Ամեն օրը տաս Տիրոջ, ամեն օրը տվիրես Աստծո։ Ուրախությամբ այս դառնես։ Դա պիտի քեզ ուրախություն պատճառի։ Եվ մենք այսօր կունենանք հաղորդություն։ Հաղորդությունը դա նույնպես։ Գիտես ինչի մասին է խոսում։ Ամեն ինչի մասին։ Տեր ասեց, ամեն ինչ կամ ոչինչ։ Սա ամեն ինչ էր։ Հիսուսը ամբողջությամբ մատնվեց, ամբողջությամբ տրվեց, ինք ամբողջությամբ իր մարմինը տվեց։ Նա ասեց, ես իմ մարմինը ինքնակամ եմ տալիս։ Նույնիսկ Հիսուս էս աղոթքը արեց, եթե հնարավոր է, այս բաժակը թող անցնի։ Այս բարկության, Աստծո դառնության, որ լցվել էր այդ բաժակը, կլինի չխմեմ, հայր, շատ դառնա այս բաժակը, կլինի չխմեմ, կլինի սանդղակը մի փոքր իջացնես, և հետո նա ինքը իրեն պատասխանեց, բայց ինչպես որ իմ կամքը թող չի լինի, այլ քո կամքը թող լինի, և նա համաձայնեց մահանալ խաչի վրա, և մենք այսօր հաղորդություն ենք ունենալու, և սա Տիրոջ մարմինա, Տիրոջ արյունն է, սա Տիրոջ կյանքն ենք մենք ընդունելու մեր ներսում, և երբ որ դու Տիրոջ կյանքն ես ընդունում, դու նրանով ես մերվում։ Մենք վերցնում ենք մի փոքր, մի քանի գդալ մածուն գցում ենք կաթի մեջ, որպես մերոն և արդյունքում մածուն ենք ստանում։ Եվ մենք սա վերցնում ենք մեր ներսում, երկնքի արքայությունը ինքը թթխմորի պես է, խմորում է ներսը։ Մենք սա ընդունում ենք Տիրոջից, Տիրոջ կյանքը, որ մենք կյանք ունենանք, խմորվենք Աստծով։ Աստված մեր մեջ լինի, շատ, ու շատ պիտի լինի, ու միշտ պիտի լինի, Փառք Հիսուսին։ Ես խնդրեմ, որ ծառայողները բաժանեն հաղորդության հացը, գինին, իսկ ես ընթացքում, ինչ որ այսօր ես խոսեցի, թանկագին եկեղեցի, ինչ որ ես խորհել էի, ես խնդրում եմ, այն նեղանումից ներվեց, բայց ընդունի խնդրում եմ, ընդունիր, կարդա Աստծո խոսքը, լցվի Տիրոջ ներկայությունով, ասա Աստծուն, Տեր, ես ամեն ինչն եմ տալիս քեզ։ Եվ այդ ժամանակ մենք շանս կտանք Տիրոջը, որ Տերը իր ամեն ինչը տա մեզ։ Ամեն։ Որ փառաբանության թեմը գա։ Մի երգ կվերցնենք եւ այս երգի ընթացքում եկեք խորենք մեր կյանքի մասին, մեր կյանքի որակների մասին, խորհենք այն մարդկանց համար, ում չեն կարողանում ներենք, բաց թողենք, և թող որ սա այս հաղորդությունը լինի մեզ համար բժշկություն և Տիրոջ հետ հաղորդակցվելու ուղի։ Եկանք Աստծո երես
Տեր Աստված, շնորհակալ ենք քեզ։ Մենք օրհնում ենք այս բաժակը, Տեր։ Շնորհակալ ենք քո թափած արյան համար, Հիսուս, որ դու թափեցիր յուրաքանչյուրիս համար։ Սա քո սիրո դրսևորումն է, Տեր, մեզ համար, եւ շնորհակալ ենք քո մարմնի համար, Տեր, որ դու տվեցիր այն եւ կոտրեցիր այն մեզ համար։ Եվ մենք օրհնում ենք, Տեր, սա ընդունելով մեր ներսում, օրհնում ենք քո սուրբ անունը եւ հավատում ենք, Տեր, քո խոսքին, որ սա կլինի մեզ համար բժշկություն։ Հիմա մենք ներում ենք բոլորին, որոնք մեզ ցավ են պատճառել։ Մենք ներում ենք եւ բաց ենք թողնում մեր սրտից, մեր մտքից։ Մենք օրհնում ենք մեզ ամեցողներին, մենք օրհնում ենք մեզ հալածողներին։ Տեր իմ Աստված, քեզ հնարավորություն տալով նրանց կյանքի աշխատես։ Շնորհակալ ենք, Տեր։ Փառք քեզ ամենամասնից։ Ամեն։ Կարող եք ընդունել աղոթություն։ Գիտես ինչ ես անում։ Երբ որ դու ներում ես այդ մարդկանց, ովքեր քեզ ցավ են պատճառել, երբ որ դու ներում ես նրանց եւ օրհնում ես, դու հնարավորություն ես տալիս, որ Աստված աշխատի նրանց հետ։ Գրված է, որ արդյոք Աստված նրանց գլխի վերևում կրակոտ ամպեր չի հավաքի։ Իսկ ի՞նչ է կրակոտ ամպը։ Աստծո պատիժը, չէ։ Կրակը դա մաքրող։ Հնարավորություն ես տալի այդ ամպը գա ու սկսի աշխատել ու մաքրել այդ մարդուն։ Մաքրել այդ իրավիճակը, մաքրել այդ որ քեզ նեղացրել է կամ նեղացնում։ Հիմա շանս տանք, հա։ Ները չի շահում գնալ հաշտվել, բարիշել, առաջվա պես դերը նշանակում է քո սրտից ուղղակի արձակես։ Իսկ եթե այդ մարդը մահացել է, չկա, արձակիր։ Ուղղակի արձակի նրան։ Կարող ասես դա արդար չի, միանշանակ արդար չի, ներելը երբեք արդար չի եղել։ Այն կապ չունի արդարության հետ, այն կապ ունի ողորմության հետ։ Որովհետև եթե Տերը մեր հետ վարվեր ըստ արդարության, մենք բոլորս կկորչեինք, բայց Տերը մեր հետ վարվեց ըստ ողորմության։ Նա մեզ ներեց, որովհետև նա ողորմած է, ոչ թե որովհետև դա արդար էր, դա արդար չէր, արդար չէր բնավ։ Փառք Հիսուսին, ես հավատում եմ դու մի բան վերցրեցիր այսօր, հա, սև եկեղեցի, ամեն ինչ կամ ոչինչ, սա է Աստծո մոտեցումը, սա է Աստծո ուզածը, սա է Աստծո սիրտը, իսկ դու ուզում ես Աստծո սիրտը, դու ուզում ես Աստծո մոտեցումը, թե աշխարհի մոտեցումը։ Մենք պետք է նորմալ համարենք, որ ամբողջ տանք, ամբողջությամբ տրվենք։ Մենք նորմալ ենք համարում, երբ որ հավաքվում են, ասենք, ֆուտբոլի բարեշիկները եւ գիտես, իրանք չեն ամաչում երկրպագին, իրանք չեն ամաչում, իրանք շորերը փոխել, իրանք ներկեն, չեն ամաչում։ Բայց երբեմն մարդիկ ամաչում են, Աստծուն բավան է, երկրպագ են ճշմարիտ Աստծուն։ Ձերիս ամեն ինչ կամ ոչինչ։ Փառք Հիսուսի։ Ամեն։ Փառք Տիրոջ։ Ամեն։ Քեզ օրհնեմ, ստացիր օրհնության խոսքերը։ Դե տղամարդիկ չեն գոռանում, ինչ շաբթը ժամը 4-ին այստեղ ենք հավաքվում, ունենանք հրաշալի ժամանակ։ Դերշուն կլինի անհատական աղոթք, տեղական բացառիկ հնարավորություն է։ Ընդունել ենք մարդկանց մեր հարկի տակ, որակով ընդունենք և որակով ճանապարհենք։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Տեր օրհնի քեզ ու պահի քեզ, Տերը պայծառեցնի իր երեսը քեզ վրա և ողորմի քեզ, Տերը բարձրացնի իր երեսը քեզ վրա և իր խաղաղությունը քեզ տա։ Եվ Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը մեր բոլորի հետ լինի։ Ամեն։ Գնաս Տիրոջ խաղաղությամբ, Տեր օրհնի քեզ շատ, մենք երգով ևս կպատվենք Տիրոջը։